Հայկական մեր ծիրանը, միրգն ու բանջարեղենը, եթե Ռուսաստան չի արտահանվում տոննաներով երկրում մնաց, ինչու չեժանացավ տեղական շուկայում։ Արգելքի տակ հայտնված որոշ ապրանքների դեպքում պատճառը եղանակն է, սեզոնը հետ ընկած է։ Օրինակ ձկան պարագայում, երբ նման հարց չկա, գինն իջել է, պնդում են գնաճային հաշվարկներ անող կենտրոնական բանկում։ Եվ մրգերի եւ բանջարեղենի բերքը ավելի ուշ է հասունացել, եթե չլիներ ռուսական շուկա արտահանման խնդիրները, մենք ամենայն հավանականությամբ շատ բարձր գնաճ կունենայինք սեզոնային ապրանքների, որովհետև այս տարի սեզոնը շեղված է։ Հետո արդեն, երբ որ ապրանքները սեզոնից ուշացած կմտնեին շուկա, հետ կգային գները։ Բայց նաև որոշ կորիզավորների ու որոշ այլ կուլտուրաների գծով ունենք մի փոքր ավելի ցածր բերք, ու այդ իմաստով խնձորը խնձորի հետ չենք կարողանում համեմատել։ Իդեպ, պտուղ բանջարեղենի արտահանման հետ որևէ կերպ կապված ֆերմերներն ընդհանուր բանկերից մոտ 400 միլիարդ դրամի գյուղվարկեր ունեն վերցրած։ Կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է նախաձեռնել, մարդիկ իրենք էլ փորձում են բերքը կամ վերամշակման գործարաններ պահածոյացման հանձնել կամ սառնարաններում պահել, մինչև վաճառքի խնդիրը լուծեն։ Կենտրոնական բանկի փոխնախագահի կարծիքով վարկային արձակուրդի համատարած կարիք, որ վտանգի համակարգի կայունությանը պետք է որ չլինի։ Վիճակագրություն ունենք ընթացիկ, որ 30 միլիարդ դրամից ավել արդեն վարկեր վերաձևակերպվել են, մի մասը դեռ չեն դիմել։ Բիզնեսը հույս ունենք, որ ճկունության հաշվին իրենք իրենց բիզնես մոդելը որոշ չափով կվերանայեն, որպեսզի դեֆոլտները քիչ լինեն, չենք բացառում, որ դեֆոլտներ կլինեն, բանկերը կապիտալացված են ֆինանսական հատվածի կայունության տեսանկյունից ռիսկ չենք տեսնում, ավելի շատ ռիսկ ենք տեսնում սոցիալական։ Մեր տնտեսության վրա ռուսական ազդեցության մյուս գործոնի բնական գազի մասին Մոսկվան չի թաքցնում կապույտ վառելիքը թանկացնելու իր մտադրությունը, Երևանն էլ վերջերս հայտարարեց այլընտրանքային մատակարար է փնտրում։ Փոփոխությունը երբ լինի, այդ ժամանակ էլ կգնահատեն խնդրի ֆինանսական նոր բեռը, ասում են գլխավոր դրամատանը։ Գազի հարցը եւ պետության եւ բնակչության համար է զգայուն թեմա։ Բնական գազի ներմուծումը հնայի մեջ մոտ 1.5-ից 2%-ին հնայի։ Այսինքն դա կախված ինչ չափի, փոփոխություն կլինի դրա լինելու պարագայում, այսինքն այդ կարա այդքան փոխվի։ Զամբյուղի մեջ էլ մեծ կշիռ ունի եւ այլ ապրանքների արտադրության եւ տրանսպորտային ծառայությունների մեջ տեսակարար կշիռ ունի գազը, այս պահին մենք վարժություն չենք ներկայացրել։ Ռուսական քաղաքականության նաև դրական ազդեցություն ունենք այս փուլում ռելոկանտների մեծ ներհոսք։ Այն ոչ միայն туриզմի ոլորտն է բավական ակտիվացրել, հյուրանոց-ռեստորաններին ապահովել պատվերներով, այլև շատերն այստեղ հիմնավորվելու քայլեր են անում, բնակարան գնում։ Արդյունքում ամիսների դադարից հետո անշարժ գույքի շուկայում նորից գնաճային տրամադրություններ են նկատվում։ Մենք Երևանի գների աճել ենք տեսնում, վերականգնված աճ ենք տեսնում, դրա նորից պատասխանս պետք է կրկնեմ ռուսական ռելոկանտների կամ ոչ միայն կապիտալի տեղափոխման, մեր հայրենակիցների կողմից կապիտալի տեղափոխման դեպի Հայաստան էֆեկտները միանշանակ կա։ Արտասահմանից զբոսաշրջային հոսքերի դեպի Հայաստան վերաուղում ունենք նաև հարևան Իրանում ու Մերձավոր Արևելքում չհանգուցալուծվող պատերազմական գործողությունների արդյունքում։ Աշխարհաքաղաքական անորոշություններն իրենց տնտեսական հետևանքներով շարունակվում են։ Այդ ամենը համադրելով երկրի ներսում ծառայությունների ու շինարարական ճյուղի ապահոված բարձր տնտեսական ակտիվության ու այլ գործոնների հետ բանկում ԱՕԲ տիպի սցենարներ քննարկելով խորհրդի հերթական նիստում որոշել են անփոփոխ 6.5% թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Օրվա աչքալուսանք լուրը բանկային հավելվածներում ստոպ գործիքի կիրառման թե մարդկանց իրազեկվածության բարձրացման շնորհիվ ֆինանսական խարդախությունների ցուցանիշը երկրում կրճատվել է։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։